Երկար սպասված հանդիպում։ Իրոք, հա, մենք մի քանի տարի առաջ մտածել ենք այս մասին, հիմա փաստորեն այսօր այդ օրը եկավ եւ շատ հաճելի հանդիպում, համոզված եմ բավական հետաքրքիր նաեւ զրույց։ Այո, ես համոզված եմ դրանում, այսօր Մագավտոյի հյուրն է ճանաչված եւ սիրված վիրաբույժ Հայկ Ենոքյանը։ Ինչպե՞ս եք, պարոն Ենոքյան։ Լավ, շատ լավ, հատկապես երբ որ ձեզ տեսա, շատ ուրախացա եւ նորից զարմացա, թե ոնց եք դուք պահում գեղեցկությունը եւ երիտեսարդությունը առանց վիրահատության։ Շնորհակալ եմ, ինձ հաճելի է հատկապես ձեզնից լսել դա։ Մենք եկել ենք բարձելու, թե ինչ ավտոմեքենայով եք երթևեկում։ Ну, այսօր կոնկրետ իմ փոքրիկ գազանիկն է, Ford Mustang, հա, որ բավական հետաքրքիր մեքենա է։ Մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, որ մենք հիմա գտնվում ենք Elite Med բժշկական կենտրոնում։ Այո, սա մասնավոր բժշկական հիմնարկ է, հիվանդանոց, Elite Med բժշկական կենտրոն, որտեղ ես արդեն շուրջ 5 տարի պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ եւ դիմացինոթային վիրաբուժությունը իրականացնում եմ այստեղ։ Սա իմ աշխատասենյակն է, որտեղ ես ընդունելություն եմ կատարում իմ պացիենտներին եւ Հայաստանից եւ արտերկրից եւ բարի գալուստ։ Շնորհակալ եմ։ Միջև մեր Mustang-ը արթնանա, առաջարկում եմ սուրճ իրար հետ ըմպենք, հետո մոտենանք մեքենային։ Մենք էլ արթնանանք։ Այո, մենք էլ արթնանանք, հետո արդեն զրուցենք։ Սա բժիշկների համար նախատեսված ավտոկանգար է, քանի որ մեքենաների կանգառը շատ դժվար է, մենք առանձին բժիշկների համար ավտոկանգար ունենք հիվանդանոցի հետնամասում։ Այսօր ես էլ օգտվեցի այդ արտոնությունից։ Իհարկե, այո, բժիշկների մտերիմներին միշտ կարելի է տեղ տրամադրել։ Շնորհակալ եմ։ Ասում պետք է բժիշկների հետ ընկերություն անել։ Ցանկալի է։ Մեր մեքենաները այստեղ ապահով կանգնած են լինում։ Ես միշտ ասում եմ, որ բժիշկի մեքենան ինչով է տարբերվում, որ մեկ առավոտն ես քշում, մեկ երեկոյան, մեկ գործ ես գալիս, մեկ տուն ես գնում, հա։ Ես չհասցրեցի այդ հարցը ձեզ տալ, ինչու են ասում բժիշկի մեքենա։ Այ հենց դրա համար, որովհետև ասենք կարա 10 տարի քշես, բայց 8000 քշես ընդամենը։ Իսկապես քիչ եք վարում։ Դե գիտեք ոնց, քանի որ մեծ մասը մեր աշխատանքի անցկացնում ենք կլինիկայում, մեքենա վարելու ժամանակ քիչ է մնում, բայց մի անգամից ասեմ, իմ սիրած հաճույքներից մեկը գիշերով անձրևի ժամանակ մեքենա վարելն է։ Հաճելի երաժշտությունով դա մի հատ sense ինչ որ ռելաքսի լավ հնարավորություն է տալիս, այսինքն մեկ-մեկ գործից դուրս ենք վարում մեքենան։ Նաև դուք ունեք այլ կլինիկա։ Այո, ունենք նաև Ֆացիո կլինիկան, որը անցած տարի օֆիցիալ բացումը կատարեցինք, Ֆացիո լատիներեն նշանակում է դեմք, իտալացիները ասում են Faccio, եւ կլինիկան հիմնադրել եմ այն նպատակով, որ բոլոր այն գործառույթները, որոնք չեն պահանջում ստացիոնար եւ ընդհանուր անզգացում, իրականացում ենք այդ կլինիկայում, այդ թվում նաև դիմացինոթային վիրաբուժություն, ստոմատոլոգիա, կոսմետոլոգիա եւ մի շարք այլ գործառույթներ, ունենք բավական լավ անձնակազմ, որը կարճ ժամանակում պրոֆեսիոնալների թիմ ձևավորվեց եւ ինձ թվում է առիթ կունենանք մենք այնտեղ եւս տեսնել։ Հենց այսօր։ Սիրով։ Փոքրիկ գազանիկը այստեղ կանգնած է։ Միանգամից ասեմ, որ այս մեքենան ձեռք են բերել բավական էքսպրոմտ։ Սխալ չի լինի, եթե ասեմ, որ միգուցե նաև շատ երիտասարդ տարիքի ինչ որ միտք, որ իրականացրեցի ավելի հասուն տարիքում, հա, իհարկե կարծում եմ, որ Ford Mustang-ը չպետք է լինի միակ մեքենան, որը որ դու վարում ես, այդպես էլ կա, այսինքն, ну, ռուսերեն ասեմ, машина выходного дня, կամ էլ թե չէ, Не на каждый день. Не на каждый день, այո, հատկապես եթե ընտանիք ունես, ընկերներ ունես եւ այլն, հա, իրա մեջ, որովհետեւ երկու հոգի պետք է նստի, ոնց որ իմ ընկերներից մեկը ասեց, էգոիստի մեքենա է։ Ես մի քանի նախասիրություններ ունեմ, որոնցից մեկը դա իհարկե գեղեցիկ եւ հզոր մեքենաներն են։ Այս մեքենան ես 2 տարի առաջ եմ ձեռք բերել էքսպրոմտ։ Իմ ընկերներից մեկը Միացյալ Նահանգներից զբաղվում է մեքենաների ներկրումով եւ ինձ զանգահարեց, ասեց, որ սենց լավ մեքենա կա եւ ափսոս է օտարել այլ մարդու եւ առաջարկեց ձեռք բերել։
Ու բավական հարմար ոնց որ ձևով ես ձեռք բերեցի իրան եւ նաեւ շատ դուր եկավ իմ տղային այս մեքենան եւ որոշեցինք իրան պահենք։ Ոնց որ ասում են տնական պահած մեքենա, որը որ պարբերաբար նույնիսկ եթե ինքը ավտոտնակում ենթադրենք իր մասին մոռանում ենք, ինքը հիշացնում է իր մասին, որովհետեւ սենց ոնց որ կարոտում ես իրան եւ ուզում ես մի հատ տեսնես իր մռութը։ Իսկապես գազանիկ է։ Հա, Շատ սիրուն մռութ ունի։ իր համ մռութն է գեղեցիկ, համ կողքից էլ է գեղեցիկ նայում։ Ես միշտ ասում եմ, եթե Ferrari-ի ձին հետևի ոտքերի վրա է կանգնած, ինքը արդեն կանգնել է, ապա սա սլանում է, վազում է, Ընթացքի մեջ է։ ընթացքի մեջ է, այսինքն մեքենա, որը ստեղծված է վարելու, քշելու եւ վայելելու համար, հա։ Եվ տարբեր մեքենաներ փորձելուց հետո կյանքի ընթացքում փորձարու վարորդները միշտ նախընտրում են, որպեսզի այդ գազի պեդալի տակ զապաս հզորություն լինի։ Այսինքն դու կարող ես չքշես շատ արագ, դու կարող ես համեստ քշես, հա, հատկապես քաղաքում, կարմիրի տակ կանգնես, զիջես, օրինակ ես զիջելուց հաճույք եմ ստանում, հա։ Բայց դու պետք է այդ հզորությունը ունենաս, որը քեզ հնարավորություն է տալիս ցանկացած պահի այդ մանյովրը կատարելու, օրինակ, հատկապես տրասաների վրա, եթե մեծ ֆուրեր են գնում, չէ, ու դու պետք է կարողանաս վազանց կատարես, եթե մոտորդ հզոր չի, դու կարող ես ժամերով այդ ֆուրերի հետևից գնաս, բայց դա անվտանգության հետ է կապված։ Անվտանգության, այո, այսինքն լրացուցիչ հզորությունը դա միշտ կոմֆորտն է։ Սա միակ մեքենան չէ ձեր ընտանիքում։ Բնականաբար մենք եւ էլեկտրոմեքենա ունենք, որը շատ պրակտիկ է, ասենք կինս է վարում, հա, ես ունեմ բենզինային մեքենա օֆրոդի համար, որը որ նույնպես մենք սիրում ենք եւ ընկերներով հաճախ գնում ենք, քանի որ ես որսով եմ զբաղվում, նաև կա մեքենա, որը որ քո սրտից է բխում եւ սա այդ մեքենաներից մեկն է, որը որ այսպես ասեմ, կարծում եմ ցանկացած տղամարդ իր կյանքում արժի որ ունենա։ Վազող ձին դա խորհրդանիշ է արագության, ազատության, որտեղ ձերը ազատասեր կենդանիներ են, ու նաև կարծում եմ հավատարմության ինչ որտեղ, որովհետև մեքենան պետքա նաև քեզ չդավաճանի, հա, то есть ինքը ցանկացած պահի պետքա քեզ հասցնի ակետից բեկետ ու ցանկալի արագ։ Այդ վարելու կոմֆորտը, որը շատ հաճախ դրայվ են անվանում, հա, ամեն մեքենա չի, որ դա քեզ պարգևում է։ Օրինակ մարդիկ կան, ասում են մենք չենք հասկանում այս մեքենան ինչին է պետք։ Դրա համար եմ ասում, ճաշակին ընկեր չկա, կոնկրետ Ford Mustang-ը, ես կասեմ, որ ինքը չի կարող լինել մարդու առաջի մեքենան, անպայման դա փորձառու վարորդի մեքենա։ Նաև հետաքրքիր բան ասեմ, վաղուց ապացուցված փաստ է, ես եթե համեմատություն անեմ BMW-ների հետ, հա, որովհետև նույնպես BMW սիրել եմ, սիրում եմ, BMW-ն շատ ավելի հեշտ է վարել, ինքը ենթարկվող է։ Mustang-ը հենց դրա համար Mustang-ա կոչվում, որ ինքը չի ենթարկվում։ Ինքը ոնց որ անընդհատ ուզում է փախնի, հա, բայց եթե պատկերացնեք, որ ասենք չթամբած ձի նստեք ու բայց փորձեք իրան ենթարկացնել, այ Mustang վարելը այդ զգացողությունն է։ Ունենալով ոչ այդքան մեծ լիտրաժ 2.3 աշխատանքային ծավալով բավականին հզոր մեքենա է։ Դա թույլ է տալիս իրեն հենց այդ հատուկ շարժիչը EcoBoost։ Իմ համար էլ էր դա բացահայտում, ուսումնասիրեցի եւ հայտնաբերեցի հետեւյալը։ 5.5 հա լիտրանոց Mustang-ները, որոնք հին տրադիցիոն Mustang-ներն են մեխանիկական փոխանցման տուփով, դա կլասիկա է։ Բայց փորձը ցույց տվեց, որ այդ մեքենաները ունեն որոշակի խնդիրներ, հա, սկսած բենզինի ծախսից, սպասարկումից, իր շարժիչի, ինժեներները ստեղծել են շատ հետաքրքիր բան։ Ուրեմն ծավալը փոքրացրել են շարժիչի, բայց փաստորեն բիտուրբո է դա դարձել, EcoBoost-ը դա բիտուրբոն է, եւ կարողացել են 2.3 լիտրանոց մոտորից ստանալ 301 ձիաուժ։ Եթե չեմ սխալվում։ Այստեղ եթե նկատեցիք, նաև կա շատ հետաքրքիր այսպես կոչված выпускной клапан,
հա, ինչ է անում, ինքը այդ ճնշումը կտրուկ բարձրացնում է, բայց հենց դու գազը թողնում ես, ինքը այդ ճնշումը դուրս է թողնում, այն մոտավորապես պարավոզների նման, հա, որը հետաքրքիր շարմ է հաղորդում մեքենային իդեպ, հա, շատերը չեն հասկանում, այդ ինչ ձայներ, սենց խառնվում են իրար։ Ինչ վերաբերվում է այդ մեքենաների այսպես կոչված դեմքին կամ մռութին, ոնց ուզում ենք անվանենք, մենք միշտ ասոցիացիաներ ենք անում ինչ որ կենթանու հետ կամ չէ, ասենք միգուցե նաև մարդու ինչ որ դիմագծերի հետ։ Տեսեք, հետաքրքիր տենդենց կա, ես որպես պլաստիկ վիրաբույժ բնականաբար facelift այդ վիրահատությունը, ծնոտային վիրաբույժ շեշտենք։ Այո, նաև ուրեմն դեմքի ձգում երիտասարդացման նպատակով մենք անում ենք, բոլորը գիտեն այդ անվանումը facelifting, նաև այդ տերմինը եկել է ավտոպրոմ, երբ որ մի նոր մոդել են արտադրում, մի առ ժամանակ հետո կատարում են facelifting, դեմքը ձգում են մեքենայի ու հենց օֆիցիալ այդպես էլ կոչվում է այդ տյունինգը, որ facelifting են կատարել դեմքի, այսինքն նույնիսկ օֆիցիալ մեքենան ունի դեմք, հա։ Հիմա կոնկրետ այս մեքենայի դեմքը ինձ թվում է, որ մենք նայում ենք, ինքը բավական հմայիչ է։ Եթե օրինակ BMW-ն ջղային դեմք ունի, սա ունի ավելի սենց խիստ, բայց նաև արիստոկրատ դեմք, հա, որը որ շատ բանի մասին է խոսում, հա, այսինքն օրինակ մեքենաներ կան միամիտ դեմքեր են, չէ, ասենք կամ չգիտեմ, տխուր դեմքեր են, հա։ Հիմա տվյալ դեպքում Ford Mustang-ի այդ դեմքը բավական տիպիկ դեմք է եւ շատ դժվար է խառնել որևիցե այլ մեքենայի հետ եւ կարծում եմ, որ էլեկտրոքարերի դարում մենք այնուամենայնիվ շատ յուրատիպ այս գեղեցկությունը կարողանանք պահպանենք եւ արտադրողները չեն դադարի արտադրել muscle car-ներ, որովհետեւ կարծում եմ, որ դա իր ուրույն տեղը միևնույն է պահպանելու է։ Շատ հմտորեն բացեցիք։ Դե այնուամենայնիվ վիրաբույժի ձեռքեր են, ահա, մի փոքր փոշոտած, խնդրեմ, մեր Mustang-ի աշխատող իր նախնական սիրտը, այո, ունենք այս կողմից EcoBoost գրված համակարգը, ինքը տեսնում եք բավական հարմ վիճակում է ամեն ինչը։ Տարեթիվը մեքենայի 19 թիվ, որևիցե գործողություն իր հետ անելու կարիք երբևիցե չի եղել ու հույսով եմ, որ չի լինի։ Որքան ժամանակ է որ վարում եք, երբ եք ձեռք բերել։ 2 տարի, հա։ Եվ 2 տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։ Փոխել, իր ժամկետը լրացել է, պետք է փոխել։ Ես բնականաբար բոլոր մեքենաները խիստ հետևում եմ։ Ես ձեզ մի բան ասեմ, եթե բժիշկ չդառնայի, ես դառնալու եմ սպորտ կարերի կոնստրուկտոր, որովհետև բավական մեծ կոլեկցիա ունեմ փոքրիկ մեքենաների, որը ժամանակին իմ քեռին Փարիզից էր ուղարկում եւ 200-ից ավել մեքենաներ կան, տվեցի Սիրած մեքենան ո՞րն է եղել այդ հավաքածուի մեջ։ Շատ կային սիրած մեքենաներ, մեկը չէր։ Օրինակ մենք BMW-ներ ունեինք, Rolls-Royce կար իրանց մեջ, հա, սպորտային ուրիշ sense թևերը բացվող մեքենաներ, հա։ Հատկապես Mercedes-ը, չէ։ Mercedes-ը, դե Mercedes-ը։ Krылոչայիկի ասում են շատ հաճախ այդ մեքենայի։ Վերնը կանաչ գույնի ունեմ, կարամ ցույց տամ այդ մեքենան։ Ու ասեմ, նաև այդ կոլեկցիայի մեջ կային բուլդոզերներ, կային գրուզավիկներ, վերտալյոտ, շատ գեղեցիկ վերտալյոտ ունեմ ես, հա։ Այսինքն այդ սերը մեքենաների հանդեպ այդ մանկուց է եկել, մի քիչ եւի քերիս է մեղավոր եղել, այդ շատ է նվիրել այդ մեքենաներից։ Ես կարծում եմ, ինչքան էլ որ մենք էլեկտրոքարերի դարում ենք գտնվում, ամեն դեպքում այս աշխատող սրտի ձայնը, կարծում եմ դեռ երկար սերունդներ վայելելու են։ Սա ինժեներների կողմից ստեղծած գլուխգործոց է, անձամբ ես այդպես եմ կարծում։ Կարող եմ մի հատ փորձենք ես հիմա գազ պահեմ, հետո թողեմ, տեսնեք ինչ հետաքրքիր ինքը ձայներ է հանում։
Փաստորեն այս համակարգը, որը ինժեներները կարողացել են ստեղծել, հնարավորություն է տալիս, որ մոտորը ավելի երկարակյաց լինի, այսինքն այն դարաշրջանը, որ միայն շատ մեծ ծավալի շարժիչը կարող է տալ մեծ քանակի ձիաուժներ, դա արդեն անցյալում է։ Իհարկե, ձիաուժները գույքը հարկը բարձրացնում են, մենք լավ գիտենք, բայց մյուս կողմից էլ, եթե ուզում ես տունը այդքան ձի պահես, պետքա երևի վճարես դրա համար, կարծում եմ, էկոլոգիայի հետ դա որևիցե կապ չունի իրականում, որովհետև իր ստանդարտներով համապատասխանում է եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ներկայացվող պահանջներին, այսինքն լինելով հզոր, ինքը էկոլոգիային վնաս չի տալիս։ Տարիներ առաջ 20 տարուց ավել ես եղել եմ Զորավարժանի բուժծառայության պետը, ժամկետային որպես 2 տարով զորակոչվել էի, բայց լինելով բժիշկ գիտությունների թեկնածու, ինձ նշանակեցին, այո, ինձ նշանակեցին Զորավարժարանի որպես բուժծառայության պետ եւ ես մեծ սիրով, քանի որ հարգում եմ եւ համազգեստը եւ շատ սիրում եմ զենք եւ այլն, ես իրականացրել եմ այդ տարիներին եւ քանի որ այնտեղ զորավարժությունների ժամանակ շատ հաճախ տանկերին, BTR-ներին զուգահեռ պետք էր այդ արտաճանապարհյա բանով գնալ, բայց նաև լիներ այնպիսի մեքենա, որը ափսոս չլիներ, դիմանար եւ նաև հեշտ վերանորոգվեր, ես ձեռք բերեցի այդ Volgan, որը մի փոքր միգուցե ժամանակավրեպ էր, բայց ինքը շատ պատվով իր ծառայությունը կատարեց եւ այդ ժամանակ ես սովորեցի թե մեքենա ինչ բան է, հա, որովհետեւ երբ որ մենք ձեռք ենք բերում լուրջ մեքենաներ, թու իրանք չեն փչանում։ Եվ շատ հաճախ մարդիկ տարիներ շարունակ մեքենա են վարում, բայց նույնիսկ չգիտեն ինչ բան է սվեչա կամ չգիտեմ տրամլյոր и так далее, չէ՞։ Բայց այդ մեքենայի վրա այո, ես այդ մեքենայի վրա սովորեցի բառացիորեն ամեն ինչ եւ չեմ փոշմանում, որովհետեւ ես կարողանում էի նաեւ իմ մեքենան սպասարկեի։ Հենրի Ֆորդը, որը հիմնական իրանց ոնց որ ստեղծող հիմնադիրներից, իրեն երբ որ հարց են ուղղել, ըստ ձեզ ամենալավ մեքենան որն է, նոր մեքենան, ես իր հետ համամիտ եմ, որովհետև գիտեք, սոտիկի կա հասկացողություն ուստալս մի տալը, հա, կամ ասենք զուտ մաշվածության խնդիր կա եւ այլն, դրա համար ենթադրում եմ, որ մեքենաների համար մաքսիմալ տարիքը դա 30 տարին է, հա։ Այսինքն էդ էլ խոսքը վերաբերում է լուրջ լավ մեքենաներին։ Իսկ ընդհանուր առմամբ մենք ականատեսենք, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը 5-6 տարի հետո մեքենան աշխատում են փոխել, որովհետև ժամանակի ընթացքում սկսում է ինչ-որ խնդիրներ։ Բայց դա նաև կարծում եմ մեծապես կախված է մեքենայի տիրոջից, բայց նաև մակնիշից։ Հիմա եթե ինձ բերեն նոր Opel կամ Kia, ես հաստատ չեմ փոխի իմ Prado-ի հետ։ Prado-ն դա լեգենդար մեքենա է եւ կարծում եմ, որ ինքը միշտ իր ուրույն տեղը կպահի եւ հաստատ արժի Prado ունենալ։ Նույնիսկ եթե այլ մեքենա ունենամ, հաստատ Prado-ն էլ ձեր Honda-ի նման կպահեմ։ Այո, միանշանակ, հատկապես որ սազում է։ Շնորհակալ եմ շատ։ Կան մարդիկ, որոնք մեքենա չեն սիրում, իհարկե ես իրանց չեմ հասկանում։ Okay, զենք կարող ես չսիրել, դա յուրահատուկ բան է, բայց տղամարդը, որը չի սիրում մեքենա եւ կանանց, դա տարօրինակ է։ Այլ խնդիր, որ դա կուրք պետք չի դարձնել։ Միանշանակ։ Ուղղակի կյանքի հետաքրքիր ինչ-որ դրվագներից մեկն է։ Շատ բան չկա ստեղ, այս իմ սպորտային համազգեստն է ստեղ, որ ազատ մարզվում եք։ Այո, եթե ազատ ժամանակ կարողանում եմ գտնել, դրա համար միշտ կա բեռնախցիկում, տակը էլի բաներ ունենք, հույսով եմ արգելված իրեր չեն լինի։ Ունենք Պիրինովսկա, որը իմ իջալոց ես արկել եմ, գիտեք ինչի համար, մի անգամ ընկերս իր ջիպով անհարմար տեղ էր մնացել, Պիրինովսկան շատ կարճ էր, դրա համար հատուկ 15 մետրանոց եմ սարքել, ես եմ սարքել, որ
ինձ թութու պետք չի եկել, բայց ընկերներին մեկ-մեկ պետք է լինում, որ կարողանաս քո հոսանքից իրան տաս, որպես փորձարու վարորդ նասոս ունեմ, էլեկտրական ու նաև այնտեղ տեսեք սարք կա, այդ նվիրել են, մեր աշխատողներից մեկին ինձ նվիրեց, որ դրանով կարողանում ես մեքենան խոտ տաս, բայց երբևիցե պետք չի եղել։ Ձեր մեքենան ունի պայստային անվադող։ Չէ, չունի, իրավ հետ չի եղել ու մինչև այսօր կարիքն էլ չի եղել։ ID4-ն էլ չունի, իր զավացքույ չունի ուղակի, հա։ Մի հատ Suzuki ունենք, դա էլ չուներ։ Այսինքն վերջի մեքենաների հետ չի գալիս։ Honda-ն ունի։ Իդեպ սա որ գնում էինք, տղաս նկատեց, տեսեք, sense բան կա, հա։ Սա ամեն մեքենաների մեջ չկա, սա գիտեք ամերիկյան օրենսդրությամբ պարտադիր բեռնախցիկի մեջ պետքա լինի sense բան, որ եթե հանկարծակի մեջը մարդ մնա ու փակեն, ինքը կարողանա բացի դուրս գա։ Գիտեք ինչու մեզ մոտ չկա։ Աղջիկ փակցնելուց հարմար չի լինի, որ սա լինի։ Կփախնի, չէ, կբացի կփախնի։ Ամերիկայում աղջիկ չեն փախցնում։ Փախցնում էլի։ Միգուցե, բայց հետաքրքիր միտք էր, փաստորեն կարելի էր աղջիկներին փախցնել, իսկ մենք գնում ենք ձեռքը խնդրելու օրինական։ Բա մեր ուր մնացին մեր ավանդույթները, չէ, այո։ Դե ես կարծում եմ, որ նոր սերունդը նորից կվերականգնի տրադիցիաները, բայց նախորոք պայմանավորվելուց հետո էլ։ Գիտեք, չէ, իմ պապիկը տատիկից ձիով է փախցրել։ Վաու։ Տակ, ուրեմն ես պետքա տղայիս համար ձի առնեմ։ Գախնիկ ասեմ, թեև ինքը կուպե է, բայց 4 տեղանոց է եւ եթե մենք ծալում ենք այդ հետևի նստատեղերը, ինքը ամբողջությամբ sense մեծ մի հատ պլաշատկա է ստացվում, այսինքն մտածել են հատուկ, որպեսզի մաքսիմալ կոմֆորտ ապահովեն եւ նաեւ ինչ որ եթե պետք լինի ապրանք տեղափոխել, նաեւ բավական մեծ բեռնախցիկ է։ Մեքենան այնից է կառուցված, որ դու նեղություն չունենաս, որտեղ ինքը որ փոքր է, ցածր է, սպորտ քար է, չէ՞, բայց իրականում այս մեքենայի մեջ նույնիսկ շատ մեծ փորով կամ խոշոր մարդն էլ կարա տեղավորվի, որտեղ ինքը բավական լավ հետ է գնում եւ ոնց որ նկատում եք, հետևի մասում երկու հատ բավական sense ազատ նստելու հնարավորություն կա, թեև սովորաբար սպորտ քարերի մեջ չի լինում այդ հնարավորությունը։ Այնա որ Արտուրը տեղափոխվի Վիետնամից կհասկանանք, ընդհարցակի թե ոչ։ Հա, ինձ թվում է ինքը կտեղավորվի, համենայն դեպս այս մեքենայի մեջ նույնիսկ 5 հոգի նստել է։ Եթե մի քիչ խիղճներս կորցնենք, մի հոգի էլ բագաժնիկում կնստել։ Սարքը կա, չէ։ Այո, սարքը կա, որ ուզենա դուրս կգա։ Ես իդեպ նկատել եմ համարյա թե բոլոր մեքենաների մեջ վարորդի կողքի նստատեղը մի քիչ ավելի ցածր է լինում, քան վարորդինը։ Սովորաբար երթևեկելուց առաջ ես ստուգում եմ փաստաթղթերը։ Ձեր վարորդական իրավունքն եմ խնդրում ներկայացնեք եւ թե խանձնագիրը։ Այստեղից ես կհանեմ։ Так։ Երբեք վերջին անգամ ներկայացրել ոստիկանին։ Չեմ էլ հիշում ճիշտն ասած, թու։ Չեն կանգնացնում։ Так, ես վարորդական իրավունքն խնդրեմ։ Վարման ստաժը որքան է։ Օֆիցիալ 99 թվականից, բայց եթե ճիշտը ասեմ, ես առաջի անգամ մեքենա վարել եմ 13 տարեկանում, իմ լուսահոգի հայրիկն այն սովորացրել մեքենա քշել, որովհետև ասեց, երբ որ կարողանաս արդեն ռուլի մեջից չնայես այ վերևից, ես քեզ կսովորացնեմ, իդեպ նույնը ես իմ տղային եմ սովորացրել։ Նույն սկզբունքով, հա, ու ինքը բավական լավ վարում է մեքենա։ Մուստանգինը սա է, հա։ Չէ, օրինական է, ոչ մեկից չեն գողացել։ Իդեպ 310 դիաով։ 310, հա, ես մոռացել էի։ Քանի որ իմ համար դա էական չի կամ ինչ որ տենց գլուխ գովալու բան չի, բայց ինքը բավարար քանակի ձիա ուժեր է, որպեսզի դու կարողանաս այս ծանրության մեքենան ուզածիդ պես վարես։ Ուշադրություն դարձրեցի, որ ամրագոտի գցելը այդքան էլ հարմար չէ, հա, ինչ որ շատ հեռու է։ Իրան սպეციფიკա ունի, ես տակից եք վերցնում ու հեշտ է ստացվում։ Լավ։ Օգնեմ միկրոֆոնը։ Չէ, բայց ես տեսնում եմ ստեղ։ Ես աբմանկաներ եմ դնում։ Էս է մեր ձիուկները, հատուկ
պատվիրած է, օրիգինալ, որ մենք մերոնցով հավաքվել ենք, սենց ասած, հա։ Տեսեք, ամրագոտին ընդունում եմ, հարց չկա, առաջինը Volvo-ն է դա հայտնաբերել, անվտանգություն, ես բժիշկ եմ, վիրաբույժ եմ, հարց չկա, արժի անել։ Բոլորին հորդորում եմ թող կապեն։ Ես չեմ կապում։ Խառնվածքի հետ է երևի դա կապված, ես որ դա կապում եմ, շատ եմ նեղվում։ Ոնց որ իմ ձեռքերը կապած լինեն, չընկալվի, որ ես խրախուսում եմ ամրագոտի չկապել եմ։ Սա Հակոբ Հակոբյան փողոցն է։ Զիջող վարորդ եք ձեզ համարում։ Այո։ Ես վարելու կուլտուրայի մասին միշտ խոսում եմ եւ կարող եմ հիմա էլ ասեմ հետեւյալը, որ չկա տենց վարորդ, որը խախտում չի անում։ Բոլորն էլ խախտում անում են, գիտակցված թե անգիտակից, բայց խախտումների որակ գոյություն ունի, այսինքն տեսեք, զիջելը դա ուժի նշան է։ Ես տենց եմ կարծում, հա։ Ինչքան քո մեքենան ավելի հզոր է, դու այդքան ավելի շատ պետքա զիջես, ըստ ինձ։ Չզիջող վարորդներին չեմ սիրում, այսինքն տենց զորբայության այդ էֆեկտը այդքան էլ լավ բան չի, հա։ Կարծում եմ նրանք հենց կյանքում են այդպեսին։ Միանշանակ վարելու ոճից դու կարող ես իմանալ մարդը կյանքում էլ ոնց է իրան դրսևորում, ավելին ասեմ, նույնիսկ իր մասնագիտության մեջ ոնց է ինքը իրան դրսևորում։ Այսինքն վարելու կուլտուրան շատ կարևորում եմ։ Հետիոտնին զիջելը դա օրենք է ու միանշանակ այդպես պետքա լինի։ Իրեք ոնց Հայաստանում նկատել եմ, որ զիջելը այդքան մոդայիկ չի, այսինքն չեն սիրում իրար զիջել, բայց դրանից իմ մոտեցումը չի փոխվել, ես սիրում եմ զիջել։ Իմիջիալոց ձայնային ազդանիշ չեմ սիրում շատ տալ, մենակ այն ժամանակ, եթե միանշանակ դա վթար է կանխում, ես կարծում եմ, որ այսքան տեսախցիկները դա միանշանակ ավելորդություն է եւ մարդիկ ստիպված վախեցած ու դանդաղ են քշում, որ հանկարծակի իրանց տուգանք չկա ու դրա պատճառով էլ ավելի շատ վթարներ ա լինում։ Նաև կտրուկ արգելակում են սարքերը տեսնելուց վախից։ Արգելակում են ու վթարային վիճակ են ստեղծում։ Եթե մի քիչ ավելի ազատ մարդիկ վարեն, ավելի շարժումն էլ ազատ կլինի, հա, ու մարդիկ այդքան խցանումներ չեն ստեղծի։ Հիմա նաև շատ կանայք շատ լավ վարում են, ասեմ, որը ի ուրախություն մեզ բոլորիս, որովհետև կարծում եմ հիմա 50-50 է վարորդների քանակը, եւ տղամարդիկ եւ կանայք, իմ կինն էլ է մեքենա վարում, ես համարում եմ, որ դա պարտադիր պայման է մեքենա վարելը, որովհետև առանց մեքենա անհնար է ուղղակի։ Ես երկար տարիներ վարել եմ, նույնիսկ չեմ իմացել, որ օրենքի մեջ ամրագրված է ճանապարհ տրանսպորտային, որ եթե նույնիսկ դու բարձր ջերմաստիճան ունես, ջերմություն ունես, դու չպետքա ղեկին նստես։ Գիտեիք այդ մասին։ Տեսեք, օրինակ, ես բժիշկ եմ, չէ, պացիենտը ջերմություն ունի, ես իրան պետքա զգուշացնեմ ղեկի չնստեք։ Երբ որ պացիենտի ջերմաստիճանը բարձր է, ինքը նստի ղեկին, իր ռեակցիաները փոխված է։ Նույն ձևի, եթե բարկացած ես, ջղայնացած ես կամ ինչ-որ ստրեսային վիճակ է, ավելի լավ է ղեկի չնստես, որովհետև քո ռեակցիաները կարող են փոխվել, իսկ դու երբեք չպետքա վտանգ ներկայացնես մյուսին։ Իմ վարելու սկզբունքը դա է։ Ես միշտ ասում եմ, օրենքը մարդիկ են ստեղծում մարդկանց համար։ Եթե օրենքը ստեղծում են զուտ տուգանք գրելու համար, ես այդ օրենքը չեմ ենթարկվում, ասեմ, դա իմ սկզբունքն է, որովհետև մարդը ազատ էակ է ու օրենքը պետքա ծառայի մարդուն, այլ ոչ թե հակառակը։ Մենք հիմա հասանք Ֆացիո կլինիկ, մեր մյուս կլինիկան է, ունենք շատ լավ բժիշկներ աշխատող, անձնակազմը անձամբ ես եմ ընտրում, փորձառու, բանիմաց եւ գրագետ մասնագետների։ Օրվա մյուս կեսը ես անցկացնում եմ այս կլինիկայում, արդեն որպես եւ առաջատար մասնագետ եւ որպես հիմնադիր տնօրեն։ Շեշտադրումը իհարկե կոնկրետ այս կլինիկայի դա ուրեմն էսթետիկ բժշկությունն է եւ ատամնային իմպլանտոլոգիան։ Ունենք շատ լուրջ ախտահանման համակարգ եւ բնականաբար նաեւ ուրեմն թվայնացված տեխնոլոգիաներ,
որոնք համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին։ Ներկայիս կլինիկան նաև հավանություն է ստացել ամերիկյան ասոցիացիայի կողմից եւ մենք պատրաստվում ենք արդեն ակտիվ նաև բժշկական туриզմով զբաղվել։ 9 դարաշրջանում, երբ որ ռենտգեն, սոնոգրաֆիա չի եղել, ձիերին եւ ստրուկներին ընտրել են ատամներով։ Եթե մարդը ունի առողջ ատամնաշար, ուրեմն նաև առողջ է։ Իսկ եթե չունի, մենք դա իրան կպարգևենք։ Մագավտոյի գործընկերն է Մոսեսկո ընկերությունը, որը Հայաստանում հանդիսանում է մի շարք հանրահայտ ավտոյուղերի պաշտոնական ներկայացուցիչը։ Ձեր մեքենայի համար բերել եմ Genesis, հատուկ Ford-ի համար է։ Ford engines։ Այո։ Սուպեր։ Շնորհակալ եմ։ Մի փոքրիկ sense նվերել ես եմ ուզում տալ։ Շնորհակալ եմ շատ։ Այդտեղ որ բացեք կտեսնեք մեր կլինիկայի քարտ, որը ձեզ հնարավորություն կտա մեր կլինիկայից օգտվել եւ այնտեղ նշված է ինչ որ տոկոս, բայց այդ տոկոսը ձեր համար կլինի ավելի լավը։ Սիրում եմ նվերներ։ Հատկապես նոր տարվա նախաշեմին։ Շնորհակալություն լավ օրվա համար եւ անվտանգ երթևեկություն ձեզ։ Ձեզ էլ շնորհակալություն, որ մեզ չհանտեսեցիք։ Սիրով մեր համեստ ուրեմն մեքենայի շուրջ բավական երկար զրուցեցինք, շատ հաճելի զրույց տեղի ունեցավ։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ, կարողանաք բոլոր այն մայրցամաքներում, որտեղ դեռ չեք լինել, նույնպես ձեր հաղորդումը Mag Auto-Show-ն իրականացնեք նկարահանումներ, հանդիպեք միշտ լավ մարդկանց եւ այդ պոզիտիվ էներգետիկան շարունակական լինի։ Անփորձանք երթևեկություն բոլորին։ Շնորհակալություն եւ ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին։ Բնականաբար ամենաառաջինը խաղաղություն եւ երկրում, եւ հոգում, եւ սրտում, առողջություն, որպես բժիշկ կմաղթեմ, կասեմ, չհիվանդանաք, այլապես կբուժենք ձեզ անպայման, եւ որպես էսթետիկ բժշկության եւ պլաստիկ վիրաբուժության ներկայացուցիչ կասեմ, եղեք գեղեցիկ եւ առողջ։